Պարոն Դավթյան, արդեն երկար ժամանակ է դուք մեր ձևով շարժման անդամ եք եւ ծանոթ եք երկրի տարբեր խնդիրներին։ Կուզեմ ասել, այս պայն եկեղեցու դեմ ընթացող ընդհանուր արշավի շրջանակում ինչ կարծիք ունեք, ինչի համար է սա արվում եւ ուր է տանում այս գործելավոճը։ Նախ պետք է ընդգծենք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ինքնության խորքերում է կանգնած եւ եթե չասենք հիմնասյուններից մեկն է, ապա ամենակարևոր հիմնասյունն է։ Վառ ապացույցը մեր պատմական շրջանի տարբեր հազարամյակների եւ ինչու ոչ նաեւ տասնամյակների շրջանում մեր կրոնական արժեքները եղել են մեր ինքնության պահպանության ողնաշարը եւ բոլոր գործողությունները հայ առաքելական եկեղեցու դեմ ներկայիս դրությամբ միտված են մեր ինքնությունը ոչնչացնելու, այսինքն հայի կերպարը, հայի մշակույթը, պատմությունը, ձեռք բերված հաջողությունները, ինչու ոչ նաև տառապանքները պարզապես ջնջելու։ Ես կասեի, որ այսօրվա արժևանքները ավելի շատ նման են նոր աղանդի ձևավորման, ես սրա մասին շատ եմ ասել, որին ես անվանում եմ հայդե, այսինքն վեհապար Հայրապետին անպատիվ խոսքերով դիմելը, առհասարակ այն քարոզչությունը, որը տարվում է Հայաստանի Հանրապետությունում, սա ոչ միայն չի բխում հայ կերպարից, այլ առհասարակ վտանգում է մեր ազգային անվտանգությունը։ Հետևաբար գործողությունները եկեղեցու դեմ, ինչպես նշեցի, մեր ինքնության դեմ ուղղված լուրջ պատերազմ է եւ նպատակ ունի ոչնչացնելու հայի տեսակին։ Պարոն Դավթյան, կասեք, մեր ձևով շարժումը ինչ տեսլական ունի Հայաստանում առկա տարբեր ոլորտային խնդիրների շուրջ։ Տեսեք, այս պայծառությամբ կարող եմ ասել, որ մեր հիմնական ուղերձները կառուցվում են 3 ճյուղերով՝ դիվանագիտություն, ուժեղ տնտեսություն եւ ուժեղ բանակ։ Դիվանագիտություն ասվածի մեջ, եթե կարճ ամփոփենք, բացվածքը շատ ավելի չերկարացնեմ, ապա բալանսավորված արտաքին քաղաքականություն, այսինքն մենք փորձելու ենք ոչ թե չարու բարու արտաքին քաղաքականություն տանենք, փորձելու ենք Հայաստանի շահը համահավասարեցնել, որը հիմա պարզապես գոյություն չունի, այլ պետությունների, այլ արտաքին ուժերի եւ թելադրող ուժերի հետ, ինչը եղել է մինչ այդ, այսինքն մեր մոտ կա լուրջ խնդիր Հայաստանի Հանրապետության ազգային շահը, պետական շահը ճիշտ ներկայացնելու միջազգային հանրությանը, առաջ մղելու մեր ժողովրդի շահը եւ այսօրվա դրությամբ մենք չունենք այնպիսի դիվանագիտություն, որը կապահովի Հայաստանի Հանրապետության ներկայանալիությունը արտաքին աշխարհում։ Եվ բանակցությունների շրջանում, որտեղ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը ջանասիրաբար ոչ թե վարում է դիվանագիտություն, այլ հանձնողականություն է վարում։ Ըստ երևույթին իր բոլոր գործողությունները ոչ թե նպաստում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտության բալանսավորմանը կամ օրինակ այլ շահերի պաշտպանությանը, այլ ընդհակառակը հանձնելով ամեն շրջանում մի բան հանձնելով իր մոտ կա պատկերացում, որ դա խաղաղություն է, բայց խաղաղությունը այդպես չի լինում։ Դիվանագիտության հիմնական այսօրվա ուղենիշը խաղաղության հաստատումն է։ Հետևաբար սա դիվանագիտության մասով, տնտեսության մասով, քանի որ մասնագետ չեմ, շատ չեմ անրանա մասնագիտական տերմինների մեջ, պարզապես կնշեմ, որ այն գործազրկությունը, աղքատությունը, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները, որ կան մեր երկրում, առաջի հերթին նպաստում, որպեսզի մեր հասարակությունը արտագաղթի գնա։ Չմնա իր երկրում, այստեղ չհիմնի իր արմատներով, այլ երկրներում փորձի ֆինանսական միջոցներով իր ընտանիքին տեղափոխի։ Ինչը նույնպես տնտեսության այս տեսակ ցավալի վիճակը խոսում է, այսինքն շարժում է դեպի Հայաստանի անվտանգությանը որպես լուրջ խաթարում։ Երկրորդը ուժեղ բանակ։ Ուժեղ բանակ ասածը դա չի ենթադրում պատերազմի նախապատրաստություն, միշտ ուժեղի հետ են նստում հաշվի եւ ուժեղ պետությունը նաեւ ունենում է ուժեղ բանակ։ Ուժեղ բանակ ասելով մեկի նկատի ունենք այնպիսի համակարգ, որը որ մինչ այս գոյություն չի ունեցել, մենք չենք խոսելու պարզապես հրապարակում անելով, որ այս երկրից այն զեկը գնեցինք, մյուս երկրից մյուս այլ զենք գնեցինք, PR-ով չենք զբաղվելու, մենք լուրջ աշխատանք ենք տանելու, ապահովելու ենք մեր սահմանի պաշտպանությունը եւ զինվորի ոգու տոկունությունը, որովհետեւ այսօրվա պաշտպանական համակարգը դա պաշտպանական համակարգ չի, դա ողորմության համակարգ է։ Ալիևին խնդրում են, որ պատերազմի, դրա փոխարեն հանձնում են տարածքներ, դիրքեր են զիջում։ Ես անգամ ունեմ իմ անձնական տեղեկատվություն, որտեղ օրինակ արգելված է զինվորին, ադրբեջանցի զինվորին նայելով, այսինքն հայացքների փոխանակումն է անգամ արգելված։ Սա ոչ թե բանակ է, այլ պարզապես Նիկոլի առու վաճառքի ինչ-որ մեխանիզմ։ Շատ լավ, շնորհակալություն։